Մայրաթոր Սուրբ Էջմիածինն այլևս չի կարող պետության կամ համայնքների հողերը ստանալ սեփականության իրավունքով։ Կառավարությունն է որոշել տարեվերջան նիստին։ Հարցը դրվում է քվեարկության չզեկուցվող հարցերի փաթեթի մասին է խոսքը, ովքեր են կողմ դրա ընդունմանը։ Դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը ընդունված է։ Մայրաթորին հողամասերը կարող են տրամադրել միայն անհատույց օգտագործման իրավունքով առանց սեփականության փոխանցման։ Նոր կարգավորմամբ պետությունն է ստանձնում հողերի նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ եկեղեցին կարող է դրանք գործածել միայն սահմանված նպատակներով։ Հակաեկեղեցական արշավի շրջանակում Փաշինյանի հերթական քայլն է արդեն օրենսդրական դաշտում, նշում է փաստաբանը։ Այսպիսով սահմանափակվում է Մայրաթորի հնարավորությունը համայնքային հողերի նկատմամբ։ Սա օրվա ինչ-որ քաղաքական հարցի լուծմանը չէ կարծում ուղղված, այլ շատ ավելի երկարաժամկետ հայրաքելական Սուրբ Եկեղեցուն որպես միավորի թույլատնելու, այլևս հնարավորություն չտալով նոր կամ հավերված եկեղեցիների փոխարեն եկեղեցիներ կառուցելիս այդ հողատարածքը որպես սեփականություն ունենալու։ Այս քայլով Փաշինյանը հերքում է իր այն պնդումները, թե իրենց պայքարը ոչ թե եկեղեցու, այլ կաթողիկոս Գարեգին II-ի դեմ է։ Հիմա Մայրաթորին համայնքային հողերի սեփականություն ձեռք բերելու իրավունքից զրկելը ամենայն հայոց հայրապետի, թե եկեղեցու դեմ է, հարցնում է Տեր-Մանուկ Քահանա Զեյնալյանն ու արձանագրում։ Եկեղեցուն վնասելու, եկեղեցին նվաստացնելու, ցածրացնելու, եկեղեցու հեղինակությունը հավասարեցնելու ինչ որ աղանդավորական կազմակերպությունների հեղինակության։